Ողջույն իմ դիտորդին, ուրեմն երեք իմ YouTube-յան էջում իմ հետևորդներից դիտորդներից մեկը ինձ խնդրել էր, որպեսզի ես կազմեմ հորար քարտեզ, թե Ատլանտիդայի պատերի ետևում ինչ գաղտնիքներ են ապրում։ Ես ստացել եմ քարտեզը։ Արդեն վերծանել եմ, ուսումնասիրել եմ ամբողջությամբ, ասեմ, որ դարձյալ հորար քարտեզը ինձ ուղղակի ապշեցրեց, եմ փշաքաղվելու աստիճան, իսկ այստեղի գրքերի մասին կխոսեմ, որտեղ ուղիղ կապ ունի ինֆորմացիան այս գրքերի հետ։ Իսկ հիմա անցնենք բուն թեմային և տեսնենք, ուրեմն քարտեզը ես կազմել եմ ամսի 30-ին, ժամը 11:06 Ուրեմն, քանի որ ես եմ բացել քարտեզը, ես գտնվել եմ կշերք նշանում և ինձ խորհրդանշել է Վեներան։ Վեներայի դիրքը գտնվում է 11-րդ տանը, կույսի նշանում։ Կույսի մեջ, ինչը հուշում է, որ իմ մոտեցումը այս հարցին չափազանց վերլուծական է, մանրակրկիտ, գուցե նաև որոշակիորեն իմ կասկածները ցրելու համար կամ սահմանափակվող փաստերը ոչնչացնելու համար։ Եվ իհարկե հստակ քարտեզը ցույց էր տալիս, որ այս հարցը ես տվել եմ, որովհետև կան համախոհներ։ Այսինքն և ինձ էր հետաքրքիր, և հարց տվողին էր հետաքրքիր, բայց կարծում եմ, որ այսուհետ լսողին էլ շատ հետաքրքիր կլինի։ Ուրեմն հարցի առարկան և գաղտնիքներ 9-րդ և 12-րդ տներ, քանի որ հարցը վերաբերվում է հեռավոր խորհրդավոր հնագույն քաղաքակրթությանը Ատլանտիդա և պատերի ետևում թաքնված գաղտնիքներին, մենք դիտարկում ենք 9-րդ տուն, փիլիսոփայություն, հեռավոր աշխարհներ, բարձրագույն գիտելիք և 12-րդ տունը, թաքնված պատմություն և գաղտնիքների անհայտություն։ 9-րդ տունը գտնվում է երկվորյակներում, կառավարիչը Մերկուրին է, որը գտնվում է 10-րդ տան կուսպիդի վրա խեցգետնի նշանում։ Սա ցույց է տալիս, որ տեղեկատվությունը Մերկուրին կապված է անցյալի, հիշողության և ջրային տարերքների խեցգետնի հետ, ինչը շատ խորհրդանշում է հենց Ատլանտյան օվկիանոսը։ 12-րդ տունը կույսում դարձյալ կառավարում է Մերկուրին, այն ինչ թաքնված է 12-րդ տանը, պահանջում է մտավոր և ինտուիտիվ բացահայտում։ Մոլորակային կարևոր կոնֆիգուրացիաները և ասպեկտները քարտեզի կենտրոնում ակնառու են մի քանի շատ ուժեղ երկրաչափական պատկերներ ու ասպեկտներ, որոնք բացում են հարցի ողջ էությունը։ Մեծ եռանկյունի կապույտ գծեր։ Քարտեզում առկա է հզոր ջրային, մասամբ հաստատուն ռեզոնանս։ Կապույտ եռանկյունին, ուրեմն, միացում է Յուպիտեր Լեոյում, 10-րդ տանը, Լուսինը աղեղնավորում, Աջիղջուրում և Մերկուրին։ Սա աստղագիտորեն հաջողակ ինտուիտիվ ասպեկտ է, որը հուշում է պատերի ետևում թաքնված մեծ հոգևոր կամ մշակութային ժառանգության, Յուպիտերի և հնագույն իմաստության մասին։ Տաո քառակուսի կարմիր գծեր։ Քարտեզում տեսնում ենք լարված կարմիր գծեր, որոնք ձևավորում են քառակուսի ընդդիմություն։ Մարսը և Ուրանը գտնվում են Մերկուրիի և Յուպիտերի հետ լարվածության մեջ։ Ուրանի դիրքը խորհրդանշում է անսպասելի բացահայտումներ, բարձր տեխնոլոգիաներ և տիեզերական գիտելիքներ։ Նրանց լարվածությունը հուշում է այդ պատերի ետևում եղած իրականությունը կարող է ամբողջությամբ ջախջախել մեր պատկերացումները պատմության մասին։ Այնտեղ թաքնված է արգելված կամ շատ զարգացած տեխնոլոգիական էներգետիկ ինֆորմացիա։ Լուսինը և Պլուտոնը խորքային գաղտնիքներ։ Լուսինը 4-5-րդ տան սահմանին է և հորար քարտեզում ցույց է տալիս իրադարձությունների ընթացքը։ Այն մոտենում է Պլուտոնին հետընթաց միացմանը Աջիղջուրի ջրհոսի սահմանագծին։ Պլուտոնը պատասխանատու է ստորգետնյա աշխարհի մահացած քաղաքակրթությունների տրանսֆորմացիայի համար։ Հետընթաց ռետրոգրադ լինելը հուշում է, որ պատասխանը գտնվում է խորը անցյալում, որը դեռևս հասանելի չէ բացահայտման համար կամ կնքված է 7 փականներով։ Ջրային, ուրեմն հիշողություն, տեղեկատվական մատրիցա, Մերկուրին խեցգետնում։
որը պահպանում է երկրի իրական պատմությունը։ Բարձր տեխնոլոգիական կամ էներգետիկ աղբյուր ուրանի ակտիվությունը, որը ժամանակակից մարդկության համար դեռևս վտանգավոր կամ անհասանելի է կարմիր լարված ասպեկտների միջոցով։ Գաղտնիք, որը պաշտպանված է ժամանակի կողմից, Սատուրն Պլուտոնը ռետրոգրադ են։ Քարտեզը ցույց է տալիս լիարժեք ճշմարտությունը, որը գտնվում է ետնաբեմում և ամիջականորեն չի բացվելու, քանի դեռ մարդկության գիտակցությունը չի փոխվել։ Ուրեմն Ատլանտյան օվկիանոսի գործոնը կատարյալ կերպով համընկնում է իմ արած քարտեզի հետ։ Պատմականորեն, դիցաբանորեն Ատլանտիդան կապվում է հենց այս ջրային տարածքի հետ, իսկ հորար քարտեզը հենց ինքը ցույց է տալիս ջուրը և դրա կառավարիչը, որը կրում է ամենակարևոր տեղեկատվական դերը։ Եթե դիտարկենք Ատլանտյան օվկիանոսի համատեքստը, ապա պատերի ետևում թաքնված գաղտնիքների վերծանումն ունի հետևյալ 3 հիմնական շերտերը. ջրային մատրիցա և հնագույն հիշողություն, Մերկուրին խեցգետնում, ինֆորմացիայի կրիչ, ինչպես նշեցի, 7-րդ տան բարձրագույն գիտելիք, հեռավոր հորիզոններ, կառավարիչ Մերկուրին գտնվում է խեցգետնի մեջ, որը ամենախորը, զգայուն և հիշող ջրային նշանն է։ Իմաստը. Սա հուշում է, որ Ատլանտյան օվկիանոսի ջրերը և դրա հատակը ծառայում են որպես հսկայական տեղեկատվական պահոց կամ մատրիցա։ Պատերի ետևում ոչ թե պարզապես քարեր են, այլ ջրային հիշողություն, այնտեղ պահպանված է տեղեկատվություն այն մասին, թե ինչպես է ջուրը կլանել այլ քաղաքակրթության գիտելիքները, մշակույթը և պատմությունը։ Օվկիանոսային հատակի տեկտոնիկա և ուրանի էներգիա, անսպասելի էներգիայի աղբյուր, քարտեզում ուրանը, մոլորակի լարված ասպեկտները Մերկուրիի և Մարսի հետ ցույց են տալիս հզոր տեխնոլոգիական կամ բնական ուժերի առկայություն։ Իմաստը. Ատլանտյան օվկիանոսի հատակին միջնաատլանտյան լեռնաշղթայի շրջանում առկա են հզոր տեկտոնիկ և էներգետիկ կետեր։ Սա ակնարկ է մեզանում քարտեզի կարմիր գծերը։ Պատերի ետևում թաքնված է էներգիայի մի տեսակ, որն իր բնույթով կայծակնային է, էլեկտրամագնիսական կամ բյուրեղային, ուրանի ազդեցություն, ինչը ըստ լեգենդների հանդիսանում է Ատլանտիդայի հզորության և միևնույն ժամանակ դրա կործանման պատճառը։ Սուզված հոգևոր գանձեր, Լուսնի և Պլուտոնի միացումը, գաղտնիքի խորությունը, Լուսնի շարժումը դեպի ստորգետնյա ստորջրյա աշխարհ, կառավարիչ Պլուտոն, հաստատում է, որ խոսքը գնում է օվկիանոսի ամենախորը անհասանելի շերտերի մասին։ Քանի որ Պլուտոնը հետընթաց ռետրոգրադ է, այդ պատերի ետևում եղածը ֆիզիկապես փակ է ժամանակակից աշխարհի համար, սակայն հոգևոր կամ տեղեկատվական մակարդակով քարտեզի մեծ կապույտ եռանկյունին այն հասանելի է նրանց, ովքեր ունեն բարձր ինտուիցիա և ընդունակ են կարդալ էներգետիկ դաշտերը։ Ուրեմն այստեղ ես փորձեցի նաև ինտուիտիվ մակարդակով կարդալ կամ միանալ այդ ինֆորմացիային, ուրեմն ջրային մեծ եռանկյունու մեջ բերեց ամեն ինչ և աստղագիտության մեջ եռանկյունին էներգիայի անդադար բնական հոսք է։ Այն, որ իմ հարցի պահին տիեզերքը ձևավորել է այնպիսի պատկեր, նշանակում է, որ Ատլանտյան օվկիանոսի պատերը ոչ թե պարզապես ֆիզիկական արգելքներ են, այլ էներգետիկ դարպասներ։ Պատկերի ետևում ժամանակի խտացումն է, Մերկուրին խեցգետնում։ Ինտուիտիվ զգացողությամբ այնտեղ ժամանակը կանգ է առել կամ աշխատում է այլ չափման մեջ։ Խեցգետինը ջրային տարերքը պատասխանատու է արգանդի սկզբնաղբյուրի և գենետիկ հիշողության համար։ Ատլանտյան օվկիանոսի այդ հատվածում թաքնված է մարդկության նախնական ԴՆԹ-ի կոդը։ Այնտեղ ոչ թե քանդված շենքեր են, այլ մի տեղեկատվական դաշտ, ակաշի քրոնիկներ, որտեղ պահպանված է մարդու մաքուր գիտակցությունը նախքան մեծ անկումը, պատերի ետևում մեր մոլորակի արխիվն է։ Բյուրեղային ցանցը, տելեպաթիկ ինֆորմացիա, Ուրանի և Յուպիտերի կապը, քարտեզի բարձրագույն մոլորակները հուշում են, որ Ատլանտիդայի հիմքում ընկած է բյուրեղների էներգիան։ Բացահայտում. ինտուիտիվ մակարդակով սա զգացվում է որպես հսկայական ստորջրյա բյուրեղային ցանց,
որը դեռևս ակտիվ է։ Պատերի ետևում ոչ թե լռություն է, այլ բարձր հաճախականության թրթիռներ, վիբրացիաներ։ Այդ պատերը կառուցված են եղել, որ կուտակեն և հաղորդեն տիեզերական էներգիա։ Ուրանի առկայությունը հուշում է, որ եթե մարդը մտովի կապվի այդ կետերի հետ, նա կարող է ստանալ ինֆորմացիա ուղիղ տելեպաթիկ հոսքով, պատկերների և ներաշխարհների տեսքով։ Ինչու է սա կարևոր հարց տվողի համար, քանի որ մոլորակների կուտակում կար նաև իմ տանը, որտեղ որ հարց տվողն է եղել։ Քանի որ հարց տվող այս քարտեզում ներկայացված է Վեներայով, իսկ լուսինը հենց նոր անցել է իմ ինտուիտիվ տիրույթով, այս հարցը ինձ համար պատահական չի եղել, շնորհակալ եմ դարձյալ հարցը տվողին։ Երևի իր համար էլ պատահական չի եղել, ուրեմն սա նաև վերաբերվում է իրեն։ Եվ հարցը տվողը և քարտեզը բացողը ունեն քաղաքակրթության հետ կապ, գուցե անցյալ կյանքի հիշողություններ։ Մեր հոգին փնտրում է պատերի ետևում եղածը, որովհետև մեր ներսում կա մի գիտելիք, որը ցանկանում է արթնանալ։ Քարտեզի 11-րդ տունը ապագայի տունն է, սա նշանակում է, որ անցյալի այս գաղտնիքը մեզ պետք է ոչ թե պատմության հանդեպ հետաքրքրությունից դրդված, այլ մեր ապագա հոգևոր տրանսֆորմացիայի համար։ Կնքված գաղտնիքը Պլուտոնի հետընթաց շարժումը։ Ինտուիտիվ տեսանկյունից Պլուտոնի ռետրոգրադ վիճակը ցույց է տալիս, որ այդ պատերը պաշտպանված են հոգևոր կոդով։ Ոչ մի ֆիզիկական սուզանավ կամ տեխնոլոգիա չի կարող բացել այն, ինչը կնքված է Պլուտոնով։ Այդ պատերը ետ են քաշվում և իրենց գաղտնիքը բացում են միայն նրանց համար, ովքեր մտնում են այնտեղ մաքուր գիտակցությամբ և ոչ թե նյութական ակնկալիքներով։ Եթե փորձենք այս ամենը միավորել մեկ ներքին զգացողությամբ, Ատլանտյան օվկիանոսի պատերի ետևում թաքնված է տիեզերական գիտակցության մայր տաճարը, որտեղ պահվում է մարդկության աստվածային ծագման հիշողությունը և էներգետիկ բանալիները։ Եվ քանի որ շատ լավ հասկանում եմ, թե ինչի մասին է խոսքը, ապա ես Նիկրոնոմիկոնը պարտադիր միշտ կապել եմ այդ օվկիանոսի հետ։ Եվ համարում եմ, որ իրենք ունեն շատ հզոր կապ։ Այն, որ Նեկրոնոմիկոնը ես ինտուիտիվ և գիտակցական մակարդակով կապել եմ օվկիանոսի հետ, սա հուշում է իմ քարտեզի երկու ամենածանր առեղծվածային մոլորակները՝ Պլուտոն և Սատուրն, դրանք իմ մոլորակներն են։ Եվ հեչ պատահական չէր, որ անմիջապես ես կապեցի Նեկրոնոմիկոնը այս հարցի հետ։ Պլուտոն և Սատուրնը երկուսն էլ գտնվում են հետընթաց վիճակում։ Աստղագիտության մեջ սա նեկրո մեռյալ անցյալ ստորգետնյա էներգիայի ուղիղ խորհրդանիշն է։ Պլուտոնը ղեկավարում է ամենը, ինչը թաղված է մահվան կամ գտնվում է անդրշիրիմյան աշխարհում։ Կապը պատերի հետ։ Նեկրոնոմիկոնը խոսում է այն ուժերի մասին, որոնք նախքան մարդկությանը հայտնվելը կառավարում էին երկիրը և հետո սուզվեցին օվկիանոսի հատակը, ինչպես Լավկրաֆտի առասպելներում Ռ'լիէհ քաղաքը, որը հաճախ նույնականացվում է Ատլանտիդայի մութ կողմի հետ։ Այդ պատերի ետևում թաղված նախամարդկային գիտելիքն է։ Սակրավեննե կուլտե, եթե դուք ունեք ամուր սառը ստապ դատողություն, գրեմուար Նեկրոնոմիկոն և Նեկրոնոմիկոն։ Կարող եք կարդալ, իսկ ես գրքի մասին կխոսեմ մի փոքր ուշ։ Ուրեմն քարտեզի ցուցումը կենտրոնում երևացող կարմիր լարված գծերը Տաու քառակուսին միանում է Մարսը ուժ ագրեսիա և Ուրանը տիեզերական անդրշիրիմյան և անդրգրկյա բացահայտումներ։ Նեկրոնոմիկոնը պարզապես կախարդական գիրք չէ, այն հաճախ դիտարկվում է որպես էներգետիկ կոդերի հավաքածու, որը բացում է պորտալներ դեպի այլ չափումներ։ Ատլանտյան օվկիանոսի պատերի ետևում թաքնված է հենց այն էներգիան, որը նկարագրված է Նեկրոնոմիկոնում։
չափումների միջև եղած սահմանները խախտելու գործիքները։ Ատլանտները տիրապետում էին այդ գիտելիքին, բայց դրա սխալ կամ չափից ավել օգտագործումը Մարս-Ուրան լարվածությունը բերեց նրանց կործանմանը, եւ այդ պատերը դարձան դամբարան։ Մերկուրին խեցգետնում գրավոր ժառանգություն ջրի տակ։ Կապը Մերկուրին խորհրդանշում է գրքերը, ձեռագրերը, տեքստերը։ Այն գտնվում է խեցգետնի ջրի մեջ։ Սա հուշում է, որ Նեկրոնամիկոնի նախատիպը կամ այն հնագույն սալիկները, որոնցից հազարամյակներ անց արտագրվել կամ թարգմանվել են այդ տեքստերը, ֆիզիկապես կամ էներգետիկորեն բխում են հենց Ատլանտյան օվկիանոսի այդ թաղված քաղաքից։ Այդ պատերի ետևում պահվում է բնօրինակը, այն տեղեկատվությունը, որը մարդկությանը տրվել է աստղերից Ուրան և հետո սուզվել ջրի տակ։ Ինտուիտիվ սինթեզ Ատլանտյան պատերի ետևում Նեկրոնամիկոնի էջերում նույն էներգետիկ կոդն է։ Պատերը կառուցվել են ոչ միայն արտաքին աշխարհի պաշտպանվելու, այլ այնտեղ եղած մութ, նախնական և հզոր տիեզերական ուժը կողպած պահելու համար։ Ինձ համար հետաքրքիր էր դիտել արդյոք կակտիվանան այդ ուժերը և այո, դրանք կակտիվանան։ Իմ ներկայացրած, իմ գծած հորար քարտեզը ոչ միայն հաստատում է դա, այլ ցույց է տալիս, որ ակտիվացման գործընթացը արդեն իսկ սկսված է։ Աստղագիտորեն, երբ հարցի պատասխանը լինում է կակտիվանան, քարտեզում պետք է փնտրել շարժում, էներգետիկայի կուտակում և պայթյունավտանգ ասպեկտներ։ Իմ քարտեզում բոլոր ասպեկտները կային։ Ուրանի, Մարսի կայծակնային ակտիվացումը, կարմիր գծեր։ Քարտեզի կենտրոնում գտնվող լարված կարմիր ասպեկտները ցույց են տալիս, որ ակտիվացումը չի լինի հանգիստ կամ դանդաղ։ Ինտուիտիվ պատկերը Ուրան և Մարս միասին խորհրդանշում են բարձր հաճախականություն, էլեկտրամագնիսական ալիքներ, տեկտոնիկ տեղաշարժեր և էներգիայի կտրուկ արթնացում։ Ինչ կլինի։ Օվկիանոսի հատակին գտնվող բյուրեղային ցանցը պատերի ետևում ակտիվանալու և տիեզերական ճառագայթման կամ երկրակեղևի փոփոխության միջոցով դա նման է հնագույն գեներատորի, որը երկար ժամանակ անջատված է եղել և հիմա սկսում է կայծեր արձակել և թրթռալ։ Լուսնի շարժումը դեպի Պլուտոն կողպեքների բացում հորար քարտեզում ամենակարևոր գործող անձը Լուսինն է, որը ցույց է տալիս, թե ուր է գտնվում կամ ուր է գնում իրավիճակը։ Ինչ է հուշում քարտեզը։ Լուսինը սլանում է դեպի ուղիղ միացում Պլուտոնի հետ, քանի որ Պլուտոնը Նեկրոնամիկոնի թաղված գիտելիքների և անդրշիրիմյան աշխարհի կառավարիչն է։ Լուսնի այս ընթացքը նշանակում է, որ անցյալի կնիքը արդեն պատրվում է։ Մութ ուժերի արթնացում Նեկրոնամիկոնի էներգիան սկսում է բարձրանալ ջրի հատակից դեպի մարդկության գիտակցության այն, ինչ հազարամյակներ շարունակ մեռած կամ կողպած է համարվում, վերադառնում է կյանք։ Մերկուրին խեցգետնում, ինֆորմացիոն ալիքի տարածում, ինչպես կզգացվի, ակտիվացումը առաջին հերթին տեղի կունենա ինֆորմացիոն և տելեպաթիկ մակարդակով։ Դա է հուշում Մերկուրին։ Ողջ աշխարհում մարդիկ, հատկապես նրանք, ովքեր ունեն ուժեղ ինտուիցիա, ինչպես քարտեզի հարց տվողը, կսկսեն ներքին հրահրումներ ունենալ, տեսնել երազներ, ստանալ նշաններ Ատլանտյան օվկիանոսի հնագույն քաղաքակրթությունների և արգելված գիտելիքի մասին։ Մատրիցան արդեն իսկ արձակվում է առաջին կոդերը։ Հասկանում եք, չէ՞, եթե ես ունեմ այս գրքերը, ուրեմն իմ մոտ արդեն հին հիշողությունը արթնանում է կամ արթնացել է։ Ես իմ մասին այստեղ չեմ խոսում, որովհետև քանի որ հարցը տվել է իմ համար էլ շատ հետաքրքիր, քանի որ ես արդեն սրա մեջ եմ։ Так, ինձ համար կարևոր էր ինչ է սպասում մարդկությանը։ Ուրեմն մարդկության ապագան և Հովարդ Ֆիլիպս Լավկրաֆտի հոգեկան աշխարհի ողբերգությունը ուղղակիորեն կապված են այս տիեզերական սարսափի և էներգետիկ գաղտնիքների հետ, որոնք դեռևս թաքնված են Ատլանտյան օվկիանոսի պատերի մեջ։ Ինչու գժվեց Լավկրաֆտը։ Դա համար խորհուրդ չեմ տա թույլ այսպես էմոցիոնալ մարդիկ, որ այս գիրքը կարդան, որովհետև այո, կարող է լինել արդեն շեղումներ, որովհետև ծանր են իրանք, վտանգավոր են և կարող են ձեր գիտակցության վրա ազդել։
Լավկրաֆտը ֆիզիկապես չի խենթացել կլինիկական իմաստով, սակայն նրա ողջ կյանքը եղել է ներքին հոգեկան մղձավանջ։ Նրա հայրը եւ մայրը երկուսն էլ իրենց կյանքը ավարտել են հոգեբուժարանում, ինչը նրան տվել է ուրեմն գենետիկ ծանր հակվածություն։ Սակայն միստիկ եւ ինտուիտիվ մակարդակով նրա խենթությունը ուրիշ պատճառներ ուներ։ Անդրշիրիմյան պորտալների բացում Լավկրաֆտը ծայրահեղ զգայուն հոգեկան ընկալունակություն ունեցող անձ էր։ Ինչպես իմ քարտեզում Հալուսնի եւ Պլուտոնի միացումը, նա ներքնապես սուզվել է մարդկային հավաքական անգիտակցականի ամենամութ շերտերը։ Տիեզերական սարսափ։ Նա երազներում եւ տրանսային վիճակներում տեսնում էր այնինչ պատկերված է իմ քարտեզի կենտրոնում կարմիր լարված գծերում Ուրանի եւ Մարսի տիեզերական ուժերը։ Նա տեսնում էր Ատլանտյան օվկիանոսի հատակին սուզված հնագույն աստվածներին եւ քաղաքները։ Նեկրոնամիկոն էներգետիկ մատրիցան։ Մարդկային ուղեղը պատրաստ չէ առանց հատուկ հոգեվոր պատրաստվածության ընդունել այն հսկայական անխնա տիեզերական ինֆորմացիան։ Նրա էգոն չդիմացավ այդ բացարձակ անհայտության ճնշմանը, ինչի պատճառով նա ապրում էր մշտական տագնապի, աղքատության եւ մղձավանջի մեջ, իր տեսած վերածելով սարսափ գրականության։ Ինչ է սպասվում մարդկությանը ըստ ակտիվացման քարտեզի, քանի որ պատերը եւ կոդերը կակտիվանան, մարդկությանը սպասում է գիտակցության մեծ տրանսֆորմացիա, որն ուղեկցելու է լուրջ ցնցումներով։ Գլոբալ իլյուզիայի փլուզում, որտեղ ակտիվանալու է Պլուտոնը, մարդկությանը սպասում է արհեստականորեն ստեղծված պատմություն, կրոնական շատ դոգմաների ջախջախում, հավատք։ Երբ օվկիանոսի հատակի էներգետիկ պորտալները բացվեն, ի հայտ կգան փաստեր եւ տեխնոլոգիաներ, որոնք ցույց կտան, որ մենք մենակ չենք տիեզերքում եւ մեր ծագումն ամբողջությամբ այլ է։ Կհերկվեն 1000 ամյակներ, գրված գրքեր, աղանդներ, հավատքներ կփոշիանան ու կոչինչանան, որովհետեւ ճշմարտությունը վերջապես դուրս կգա ջրի երես, հենց դրա համար են ասել, դուրս կգա ջրի երես, ջրի տակն է թաքնված իրական մարդկության ճշմարտությունը, աշխարհի ստեղծման ճշմարտությունը, դուրս կգա ջրի երես։ Ուրեմն տեխնոլոգիական եւ տեկտոնիկ ցնցումներ Ուրան-Մարս կարմիր քառակուսի ակտիվացումը չի լինելու միայն հոգեվոր։ Օվկիանոսային բյուրեղային ցանցի արթնացումը կարող է տեղաշարժեր, կլիմայական կտրուկ փոփոխություններ, էլեկտրոնային համակարգերի խափանումներ, տիեզերական բարձր հաճախականություններ կայրեն հին համակարգերը։ Հոգեկան համաճարակ Լուսինը Պլուտոնի հետ։ Շատ մարդիկ, ովքեր ներքնապես պատրաստ չեն, կառչած են միայն նյութական աշխարհից, կսկսեն զգալ, որ նույն անդրշիրիմյան տագնապը, ինչը զգում էր Լավկրաֆտը, կլինի հոգեկան անկայունության մեծ ալիք, քանի որ տիեզերական մութ ուժերը, նախնական էներգիաները դուրս են գալու ջրի տակից։ Հիմա էլ շատ ենք տեսնում մարդիկ, որ իրենց խոսում են, իրենց աչքերին ինչ-որ բաներ են երևում, որովհետև արդեն գնացել է ակտիվացումը։ Նոր մարդու ծնունդ, մեծ եռանկյունու կապույտ հոսքը, նրանք, ովքեր իմ նման պատրաստ են ընդունել ճշմարտությունը, կլինեն, չեն վախենա այդ խորքերից, կստանան բացառիկ տելեպաթիկ եւ էներգետիկ կարողություններ։ Մարդկության մի մասը կանցնի էվոլյուցիոն հաջորդ փուլ, դառնալով այդ հնագույն բարձրագույն գիտելիքի կրողը երկրի վրա։ Այնիշ Լավկրաֆտը վախենում էր եւ համարում էր սարսափ իրականում մոլորակի մաքրման եւ արդարացման գործընթացն է լինելու։ Պատերը հեռանում են, որպեսզի յուրաքանչյուրը տեսնի իր ներքի հայելին։ Այստեղ ես հորար քարտեզով իմ մտքի պաշտպանությունն եմ ստուգել, քանի որ արդեն սրա մեջ եմ, սա չեմ բարձրաձայնի, եւ հարցը նաեւ տրվել էր երկրորդ հարցի կարգով, ուրեմն կոլայդերների մասին, սա ուրեմն մեծ հոդրոնային կոլայդերը ուղղակի եւ չափազանց վտանգավոր կապ ունեն այս ակտիվացման հետ։
Եթե նեկրոնամիկոնը հնագույն ժամանակների էներգետիկ բանալիներ, ապա կալայդերների ժամանակակից մարդկության տեխնոլոգիական բանալիներն են, որոնցով փորձ է արվում բացել Ատլանտյան օվկիանոսի պատերի ետևում կնքված նույն այդ պորտալները։ Ուրանի և Մարսի տեխնոլոգիական միջամտությունը քարտեզի կենտրոնում գտնվում է ամենալարված կարմիր ասպեկտները Տաու քառակուսի, միացնում են Ուրանը և Մարսը։ Աստղագիտական սիմվոլիզմը, ուրեմն Ուրանը պատասխանատու է գերժամանակակից գիտության, միջուկային ֆիզիկայի, քվանտային մեխանիկայի և կալայդերների նման հսկայական մեքենաների համար։ Մարսը խորհրդանշում է մեծ արագացումը, բախումը և էներգիայի պայթյունը։ Կապը կալայդերների հետ։ Կալայդերներում մասնիկների բախումը լույսի արագության հետ։ Մարս-Ուրան կարմիր գծերի ֆիզիկական դրսևորումն է։ Գիտնականները արձակելով այդ հզոր էներգիան պատռում են տարածության և ժամանակի կտորը։ Չափումների միջև սահմաններ և պատռում Պլուտոն և Լուսին։ Լավկրաֆտի աշխարհում նեկրոնամիկոնը զգուշացնում է, որ հին ուժերը սպասում են դարպասների մոտ, որոնք կողպված են մեծ չափման մեջ։ Ինչ են անում կալայդերները։ Հիմնական նպատակներից մեկը լրացուցիչ չափումների և միկրոսկոպիկ սև անցքերի հայտնաբերումն է։ Էներգետիկ կապը, ուրեմն կոլայդերների յուրաքանչյուր մեծ գործարկում թրթիռ է առաջանում երկրի էներգետիկ ցնցում։ Այդ թրթիռը հասնում է Ատլանտյան օվկիանոսի հատակին գտնվող բյուրեղային համակարգին, և կալայդերները աշխատում են որպես հաճախականության արագացուցիչներ, որոնք արհեստականորեն արթնացնում են պատերի ետևում թաղված պլուտոնյան նեկրոէներգետիկան։ Մարդկության վտանգավոր խաղ է սա, և քարտեզի լարվածությունը հուշում է, որ գիտնականները չեն գիտակցում, թե իրականում ինչ դռներ են բացում։ Նրանք կործանում են, թե պարզապես մասնիկներ են ուսումնասիրում, բայց իրականում բացում են այն նույն տիեզերական սարսափի դարպասները, որոնցից վախենում էր Լավկրաֆտը։ Կալայդերը կամրջում է ժամանակակից ֆիզիկական և հնագույն արգելված միստիկան, այնինչը կողպած է, այնինչը ունի ուխտ արհեստականորեն բացելը մաքսիմալ վտանգավոր է աշխարհի համար, այն կարող է կործանել աշխարհը։ Այն, որ կալայդերները փակվեցին և կանգնեցրեցին դրանց հիմնական գործողությունները, տեղի ունեցավ այն պատճառով, որ այդ մեքենաները բախվեցին էներգետիկ և ֆիզիկական այնպիսի սահմանների, որոնք մարդկությունը պարզապես ի վիճակի չէր կառավարել։ Եթե նորից նայում ենք հորար քարտեզին, ապա Ուրանի և Մարսի միջև եղած կարմիր լարված գծերը ցույց են տալիս հենց այդ արգելքը, կանգառը և փակումը, և դա չի եղել մարդկության կողմից, դա եղել է տիեզերքի կողմից որպես հրահանգ։ Խափանվել է այդ ծրագիրը։ Գուցե հաշվարկ են արել, որ կալայդերները կարող են չդիմանալ այդ ճնշմանը։ Սա է հուշում, երբ որ կալայդերների միջոցով փորձ արվեց պատռել չափումների սահմանները և թափանցել այնտեղ, որտեղ կնքված է նեկրոնամիկոնի հնագույն ուժերը, միացավ Երկիր և տիեզերքի ինքնապաշտպանական համակարգը։ Քարտեզի կապույտ մեծ եռանկյունին հոգևոր վահանը ցույց է տալիս, որ բարձրագույն ուժերը կամ հենց մոլորակի գիտակցությունը թույլ չտվեցին տեխնոլոգիական միջամտությունը կործանի էներգետիկ հավասարակշռությունը։ Կալայդերները փակվեցին, որովհետև դրանց աշխատանքը սկսել էր արթնացնել Ատլանտյան օվկիանոսի հատակին այնպիսի տեկտոնիկ և բյուրեղային շերտեր, որոնք կարող էին ակնթարթորեն ջրհեղեղ կամ գլոբալ աղետներ առաջացնել Երկիր մոլորակի վրա։ Ուժի տեղափոխումը։ Ուրեմն այստեղ ուժի տեղափոխումը ֆիզիկականից դեպի հոգևոր հարթություն, Լուսին և Պլուտոն։ Քանի որ տեխնոլոգիական դարպասը կոլայդերը փակվեց, ակտիվացման գործընթացը չկանգնեց, այն փոխեց ուղղակի իր ձևը, այն ֆիզիկական մեքենաներից տեղափոխվեց մարդկային գիտակցության դաշտ։ Դրա համար են հիմա խենթերը շատացել, խենթանում են մարդիկ, չգիտես ինչի, իրանք տեսնում են ստվերներ, վախեցնող երազներ։ Եվ Լուսնի շարժումը դեպի Պլուտոն, հնագույն գաղտնիքներ, հուշում է, որ այսուհետ Ատլանտիդայի պատերի ետևում եղածը չի բացվելու գիտնականների կամ արհեստական պայթյունների միջոցով, այն բացվում է միայն ներքին հոգևոր և ինտուիտիվ պորտալների միջոցով, հենց այնպես, ինչպես հիմա տեղի է ունենում շատ մարդկանց ներսում։ Ես վստահ եմ, որ շատ մարդիկ
ուսումնասիրել են եւ արդեն սրա մեջ են։ Եվ իհարկե այս ուժերը իրականում վտանգավոր չեն, բայց ունեն շատ բարձր հաճախականություն, որին պատրաստ չէ մարդը։ Ոնց որ հիմա էլեկտրական այսպես 1000 վոլտից տանես դնես հեռախոս, որպեսզի ինքը լիցքավորի։ Հեռախոսը ինչա լինելու, պայթելու է։ Այս առումով այո, վտանգավոր է մարդկության համար։ Մարդը դեռ իր հին հավատքի ու հավատալիքների մեջ է եւ չի ուզում տեսնել իրականությունը։ Եվ դա խոսում է մարդու էգոյի մասին։ Այդ էգոն չպետք է լինի, որպեսզի կարողանան հանգիստ տանել այդ իրականությունը։ Ուրեմն սրանք հին աստվածներ են, որոնց մասին խոսում է հնագույն առասպելները, որոնց էներգիան միստիկորեն որսացել է Լավկրաֆտը։ Տիեզերական եւ էներգետիկ մակարդակով նրանք ոչ թե ինչ որ մի տեսանելի բանտապահ է իրենց փակի տակ պահում, այլ տիեզերական օրենքը, ժամանակի ցիկլերը եւ հենց աստվածների արած ուխտը, որը ի վիճակի չի ոչ մի սարքավորում եւ ոչ մի անձ այն խախտելու։ Իմ կազմած հորար քարտեզում ուրեմն այս պատկերը արտահայտված է Սատուրն-Պլուտոն մոլորակների միջոցով, որոնք երկուսն էլ գտնվում են հետընթաց ռետրոգրադ վիճակում, թե ովքեր եւ ինչն է նրանց պահում այդ պատերի ետևում։ Ժամանակի տարածության օրենքը Սատուրն ու Քրոնոսը։ Աստղագիտության մեջ Սատուրնը խորհրդանշում է պատերը, սահմանները, ժամանակը, կապանքներն եւ մեծ կնիքները։ Այն որ Սատուրնը ռետրոգրադ է, ցույց է տալիս, որ փականքը դրված է ժամանակի կողմից։ Հին աստվածները չեն կարող դուրս գալ, քանի դեռ աստղերը ճիշտ դիրքով չեն դասավորվել, ինչպես ասվում է Նեկրոնոմիկոն գրքում։ Ինչպես որ տիեզերքն ունի գիշեր ու ցերեկ, նրանց սուզվել Ատլանտյան օվկիանոսի հատակը եղել է մոլորակի էվոլյուցիոն գիշերվա սկիզբը եւ տիեզերական օրենքը Սատուրնը նրանց պահում է քնած վիճակում, որպեսզի մարդկությունը կարողանա ապրել, զարգացնել իր գիտակցությունը այս չափման մեջ։ Եվ աստվածների սեփական ուխտը, կնիքը այստեղ հաստատում է Պլուտոնը։ Պլուտոնը ղեկավարում է մահը, վերածնունդը, ստորգետնյա թագավորությունը եւ բացարձակ կախարդական ուժը։ Պլուտոնը իմ գլխավոր հովանավորն է։ Բացահայտում ուրեմն հին աստվածներին հնարավոր չէ բանտարկել նրանցից թույլ որևէ մեկի կողմից։ Նրանք իրենք են իրենց կողպել պատերի ետևում։ Դա եղել է գիտակցված սուզում, ինկուբացիոն շրջան։ Նրանք թողել են իրենց ֆիզիկական մարմինները ջրի հատակին եւ կնքել են դրանց պլուտոնյան բարձրագույն կոդերով, որպեսզի արթնանան միայն այն ժամանակ, երբ երկիր մոլորակը կանցնի իր տիեզերական մեծ ցիկլի հաջորդ փուլին, ինչը սկսվում է հիմա 2026 թվականից հետո։ Երկրի էներգետիկ մատրիցը Մերկուրին խեցգետնում, բացահայտում, որպեսզի ֆիզիկական բանտ ծառայում է հենց ջրի տարերքը եւ Ատլանտյան օվկիանոսի հսկայական ճնշումը կապում են բանտարկման հետ աստվածների։ Ջուրը հանդիսանում է էներգետիկ իզոլյատոր, մեկուսիչ, այն կլանում է եւ թուլացնում է նրանց հզոր վիճակները, որպեսզի այդ թրթիռները ժամանակից շուտ չփոշիացնեն մեր աշխարհը։ Օվկիանոսը հենց ինքը հանդիսանում է այդ մեծ կողպեքը։ Հիմա հասկացաք, թե ինչի է փակված, որովհետև ջուրը ունի այսպես մեկուսացնող զտիչ հատկություն։ Այդ թրթիռներին ուղղակի այդ էներգիային մարդը չի կարող դիմանալ։ Ինչ է տեղի ունենում հիմա, քանի որ նրանք արդեն ակտիվանում են, դա նշանակում է, որ Սատուրն եւ Պլուտոնի տիեզերական ժամացույցը հասել է վերջնակետին։ Եվ կնիքները սկսվում են հալվել, ոչ թե որովհետև ինչ որ մեկը կոտրեց դրանց կամ դրանք, այլ որովհետև տիեզերական ձմեռն ավարտվում է եւ գալիս է հին աստվածների արթնացման ժամանակաշրջանը։ Ուրեմն հին աստվածները բնության եւ տիեզերքի անձև ուժերն են, պլուտոնյան բնույթ։ Էությունը հին աստվածների նրանք չունեն մարմիններ, ինչպես ունի մարդը, նրանք բացարձակ սկզբնաղբյուրի խտացված էներգետիկ հոսքեր են։
Պլուտոնը ցույց է տալիս, որ նրանց բնույթը խորքային տրանսֆորմացիան է, նրանք քանդում են հին փուլ եկածը, որպեսզի ծնվի նորը, նրանց մեջ չկան անձնական չարություն կամ միայն մաքրող ուժ։ Նրանք բարձրագույն քվանտային գիտություն են, ուրանյան բնույթ։ Լավկրաֆտը նրանց նկարագրում է որպես այլ մոլորակային կամ բազմաչափ էակներ։ Աստղագիտորեն Ուրանը պատասխանատու է քվանտային ֆիզիկայի, չորրորդ չափման և տիեզերական բարձրագույն բանականության համար։ Նրանց բնույթը մաքուր գիտելիքն է, նրանք տեսնում և կառավարում են ժամանակի ու տարածության կտորը։ Նրանք տիեզերքի ճարտարապետներն են, այնինչ մարդը կոչում է կախարդանք կամ սարսափ կամ մոգություն, նրանց համար պարզապես բարձրագույն մաթեմատիկա է և էներգիայի կառավարում։ Նրանց հավաքական անգիտակցականի հայելին են, նեպտունյան և լուսնային բնույթ, էությունը, քանի որ նրանք սուզված են Ատլանտյան օվկիանոսի հատակին ջրի տարեշք, Մերկուրի խեցգետնում, նրանք կապված են մարդկության հոգու և անգիտակցականի հետ։ Հին աստվածները արտացոլում են այն ամեն ինչը թաքնված է մարդու ներսում։ Եթե մարդը լեցուն է վախերով, ագրեսիայով և էգոիզմով, Մարսի լարվածությունը քարտեզում, նա հին աստվածների բնույթի մեջ կտեսնի միայն հրեշների և սարսափազդու էակների, բայց եթե մարդու գիտակցությունը մաքուր է, ընդունակ է տեսնել տիեզերական կարգը, մեծ եռանկյուն ու կապույտ հոսքը, նրանց բնույթը բացվում է որպես բացարձակ իմաստություն և հոգևոր տուն։ Եթե ամփոփելու լինեմ, ես միայն կասեմ, որ այս ուժերին նույնիսկ հեռվից նայելուց մարդիկ վախենում են։ Բայց իմ գիտակցությունը այնքան մաքուր է, որ ես իրենց վերաբերվում եմ որպես աստվածներ, որպես մաքրամաքուր էակներ, որպես իմ կյանքի և ուժի աղբյուր, որպես իմ սրտի կտոր։ Եթե ամփոփելու լինեմ այս ամենը, ապա պետք է ասեմ, որ սա խորը գիտելիք է։ Քանի որ ասեցի մի փոքր ուշ կխոսեմ այս գրքերի մասին, սրանք երկու հատոր են։ Առաջին և երկրորդ հատոր և Նեկրոնոմիկոնի նշանը իր վրայա, սա կոչվում է մերեալների կտակ, կամ ինչպես ժողովուրդն է ասում, մերեալների գիրք, ինչը Նեկրոնոմիկոնի ուղիղ թարգմանությունն է։ Գլխավոր արխիվային կոդերն են այստեղ գտնվում Նեկրոնոմիկոնի։ Դա ոչ թե թղթեգիրք է, այլ էներգետիկ մատրիցա։ Մարդիկ սովոր են գիրքը պատկերացնել էջերով, բայց տիեզերական մակարդակով մերեալների կտակը Ատլանտյան օվկիանոսի հատակին թաղված տեղեկատվական դաշտն է։ Հորար քարտեզի ցուցումը Մերկուրին, որը պատասխանատու է գրքերի, տեքստերի և կտակների համար, գտնվում է Խեցգետնի ջրի մեջ և կապված է 10-րդ տան բարձրագույն կարգավիճակ օրենքի հետ։ Սա նշանակում է, որ կտակը գրված է ջրի հիշողության մեջ, օվկիանոսի ջուրը ինքնին հանդիսանում է այդ գրքերի թանաքն ու էջերը։ Ինչու է այն կոչվում մերեալների էությունը։ Մերեալ կոչվում է այն ամենը, ինչը գտնվում է ֆիզիկական մարդկային աչքերի տեսադաշտից դուրս, այլ չափման մեջ, անդրշիրիմյան աշխարհում։ Դա այն էներգիան է, որը սառեցված է ժամանակի մեջ, Սատուրն և թաղված խորքերում Պլուտոն։ Կապը քարտեզի հետ, լուսնի սլացքը դեպի հետընթաց Պլուտոն, ցույց է տալիս, որ մերեալների կտակը հենց հիմա կարդացվում է տիեզերքի կողմից։ Կտակի գլխավոր պայմանը այն հնագույն գրքում գրված է մեկ հիմնական օրենք. մարդկությունը երկրի բացարձակ տերը չէ, այլ միայն հյուրն է։ Կտակը սահմանում է, որ երբ մարդկային էգոն հասնի թույլատրելի սահմանը, ինչը փորձում է անել ուրեմն կոլայդերների միջոցով կամ պատռելով չափումները, կտակի ավտոմատ պաշտպանիչ կետերը միանում են, կոլայդերները փակվում են և էներգիան վերարտադրվում է սկզբնաբյուրեղների նորից։ Այսքանը ես կարծում եմ մանրամասը կարողացա պատասխանել իմ հետևորդի դիտորդի հարցին։